Հայաստանում արդեն մի քանի օր գործում է առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգը։ Առողջապահության նախարարը Facebook-յան էջում գրել է, որ հունվարի 1-ից հունվարի 5-ը համակարգով արդեն գրանցվել է 2285 այց։ Նախարարը նաև հավելել է, թե իր կառավարած գերատեսչության թեժ գծի զանգերի կենտրոնի բուժաշխատողների ներգրավմամբ Telegram-յան խմբի միջոցով մշտական կապ է պահպանում քաղաքացիների եւ բժշկական կազմակերպությունների հետ, ընթացիկ խնդիրներին արագ արձագանքելու եւ ճիշտ ուղղորդելու համար։ Այս օրերին սակայն տեղեկություններ էին հրապարակվում, որ բժշկական կենտրոններում հիմնականում անպատրաստ են նոր համակարգի աշխատանքին։ Աշխատանքային վերջին օրը 2025 թվականին, դա դեկտեմբերի 30-ին կազմակերպություններին դիմելու ձևաչափը տրվում է, որ կազմակերպությունները դիմեն ու մտնեն ապահովագրական համակարգ։ Շատ արագ առանց ընկալելու ինչ են անում։ Քաղաքացիների գերակշիռ հատվածը տեղյակ չէ, թե ի վերջո որ ծառայություններն են անվճար, որոնց համար պետք է վճարեն, իսկ որ դեպքում է գործում համավճար 50% քաղաքացին, 50% պետությունը։ Ըստ այդմ հստակ չէ բժշկական կենտրոնը, որը մերժում է այս կամ այն ծառայությունն անվճար մատուցել, վստահեցնելով, որ դա ապահովագրության մեջ ներառված չէ։ Խաբում է նրան, թե ոչ։ Տարվա մեջ 9-րդ շտապօգնության կանչը արդեն խնդրահարույց է, միայն հատուկ դեպքերում է պետք լինելու ապահովագրության շրջանակներում։ Օրինակ 78 տարեկանից բարձր քաղաքացիները էնդովասկուլյար միջամտություններից չեն օգտվելու։ Օրինակ 3 ստենտից ավել կորոնար անոթների ստենդավորման 4-րդ ստենդը արդեն լինելու է վճարով եւ այլն։ Այս մի քանի նման բաներ առանձնահատվել կան, բայց օրինակ մենք չգիտենք համավճարի չափը։ Առողջության ապահովագրության համակարգի հապճեպ ներդրման հետևանքով բժշկական կենտրոնները պետության հետ պայմանագրեր չեն հասցրել կնքել, նշում են մասնագետները։ Այսինքն հիմա կոպիտ ասած ամեն ինչ արվում է ջենթլմենական համաձայնության կանոններով։ Այդ պայմանագիրը պետք է ունենա հավելված, որ ցանկացած բժշկական կազմակերպություն հասկանա, թե ինքը որ ծառայություն է, ինչ սկզբունքներով եւ ինչ շրջանակներում է իրականացնելու չունեն այդ պայմանագիրը։ Եթե չունեն պայմանագիր, նույնիսկ եթե ընդառաջ են բանավոր նրանց հանձնարարվի, որ իրականացնեն ծառայությունների մատուցումը, շատ հեշտությամբ հիմնադրամը կհրաժարվի հիմնադրամը կատարած ծառայությունների համար բժշկական կազմակերպությունների փոխհատուցում իրականացնել։ Քաղաքացիները նաև տեղյակ չեն, թե իրենց դեկտեմբերի աշխատավարձից ի վերջո որքան գումար է պետությունը գանձելու, ուր են գնալու այդ փողերը եւ ով է դրանք տնօրինելու։ Մինչև հունվար ամսվա 20-ը գործատունները իրանց այն վարձու աշխատողների համար, ովքեր կհանդիսանան ապահովագրական վճարողներ, դա 200,001 դրամից սկսած աշխատավարձ ստացողներն են, պետք է պահեն եւ համապատասխան հիմնադրամի համապատասխան ՀՀՊ համարին վճարեն, մեկ աշխատողի հաշվարկով 4800 դրամ, իսկ 6000 դրամը վճարում է պետությունը։ Մնացած 4800 դրամից եւս 4500-ը, այսպես ասած, զեղչվելու է, քանի որ զինապահ նույն 5000 դրամների հիմնադրամին փոխանցվող ամսական գումարը 5500 դրամից նվազեցվել է 1000-ի։ Տնտեսված 4500-ը ուղղորդվելու է առողջության հիմնադրամ։ Այսինքն 200-ից 500,000 դրամ վաստակողների աշխատավարձից 300 դրամ է փաստացի ավելի գանձվելու։ Կամ ինձ, որը կհետաքրքրի երևի մի քանի տեղ աշխատող անձանց, ովքեր այդ մի քանի տեղով կլինեն ապահովագրական վճարողներ, հիմնադրամը փաստորեն առողջության ապահովագրության այսօր վերցնում է անձանցից գործատուների միջոցով հավաքագրվող այդ վճարները եւ պատրաստակամություն է հայտնում փաստորեն ավել վճարած գումարները հետ տալ միայն հաջորդ տարվա ընթացքում։ Կա կարծիք, որ այս համակարգի հապճեպ ներդրման պատճառները քաղաքական են, մասնավորապես նկատի ունեն գալիք ընտրությունները։ Բացի այդ, 1000 դրամների հիմնադրամ գնացող եւ քաղաքացիներից ներգրավվելիք գումարներով պետությունը պարզապես փորձելու է խնայել բյուջետային միջոցները։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։